Իսկ օդի մարինադը ձմռան լավագույն համերից մեկն է։ Մնացեք մինչև վերջ, եթե ուզում եք այսպիսի արդյունք ստանալ։ Իսկ օդն ավելի շատ նման է շուշանին, բայց իր տերևներն ավելի մեծ են, եւ միջուկի վրա կան այսպիսի մազմսուկներ։ Հավաքում ենք իսկ օդի միջուկները։ Հավաքելու ընթացքում մաքրում եմ ավելորդ տերևները։ Մաքրում եմ այնպես, որպեսզի մնա միայն մատղաշ ցողունները։ Հավաքելիս պետք է ուշադիր լինել, որպեսզի ցողունները լինեն պարտադիր մատղաշ վիճակում։ Չնայած նրան, որ հավաքելու ընթացքում մաքրել եմ, տանը նույնպես մաքրում եմ, հեռացնելով մնացած տերևները, կտրում եմ պոչի մասը եւ ծայրում գտնվող տերևները։ Թողնում եմ միայն մատղաշ ցողունները։ Այնուհետև մի քանի անգամ լավ լվանում ենք հոսող ջրի տակ։ Այսպես հատիկ-հատիկ լվացել եմ բոլոր միջուկները։ Այնուհետև վերցրել եմ նախորդ լվացած 1 կիլոգրամանոց տարաները։ Յուրաքանչյուրի մեջ լցնում եմ 1 ճաշի գթալ աղ եւ սկսում եմ դասավորել իսկ օդի միջուկները տարաների մեջ։ Եթե այսպես երկար մասեր է մնում, ապա կտրում ենք դանակով։ Վերջացնելուց հետո տարաների մեջ ավելացնում ենք սառը ջուր։ Այնուհետև կաթսայի մեջ նույնպես ջուր ենք լցնում, տարաները դասավորում կաթսայի մեջ եւ դնում կրակին, սպասում մինչ եռա։ Երբ արդեն սկսում է եռալը, ժամանակ ենք պահում եւ եռացնում ենք 10 րոպե, որից հետո անջատում ենք կրակը։ Այնուհետև յուրաքանչյուր 1 կիլոգրամանոց տարային ավելացնում ենք 1 թեյի գթալ ուքսուս, նույն ինքը էսենցիա 70%-անոց, որից հետո փակում ենք եւ ծածկում տաք շորով, թողնելով այնքան մինչեւ լավ հովանա։ Ես թողնում եմ 1 գիշեր։ Եթե ձեզ դուր եկավ պատրաստման իմ տարբերակը, պահպանեք տեսանյութը, գրեք մեկնաբանություն, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք եւ լայքեք։